Առավոտ ԵՄ տեղեկություններով 3 կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել։ Կանգնել է մի մեքենա, որից 4-ից 5 հոգի դանակներով զինված իջնելով հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա, նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը առավոտ ԵՄ-ին հայտնել է, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված ՀՄ-ն մարմնի տարբեր գլխի դաստակի սրունքի հատվածներում կտրող ծակող վերքերով ու քերծվածքներով։ Երիտասարդին վիրահատել են, առողջական վիճակը կայուն է։ Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանը, որը մոտ 2.5 տարի է, ինչ գտնվում է ադրբեջանական բանտում, հերթական հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ։ Դատավճռից հետո կայացած այս զրույցի ընթացքում Վարդանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում են իրեն եւ իր հարազատներին։ Նա նշել է, որ ստանում է բազմաթիվ նամակներ, անգամ անծանոթ մարդկանցից, ինչն իրեն մեծ էներգիա է փոխանցում։ Բանտարկության մեջ գտնվող մեր հայրենակիցը կիսվել է նաեւ իր ներքին ազատությունը պահպանելու բանաձևով, ընթերցելով 14-րդ դարի հայտնի փիլիսոփա բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի տողերը, որոնցում կատարել է սեփական փոփոխությունը։ Վարդանյանը շեշտել է, որ չնայած ֆիզիկական սահմանափակումներին, մարդու ոգին եւ միտքը կարող են տիեզերական մասշտաբներ ընդգրկել։ Դիմելով հայրենակիցներին նա հորդորել է ապրել պարզ, սիրել շռայլորեն եւ անվախ քայլել սեփական ճանապարհով, մնացած ամեն ինչ թողնելով Աստծուն։ Ապրեք պարզ, սիրեք շռայլ, հոգ տարեք ի սրտե, խոսեք սրտանց, անընդհատ սովորեք, ճանաչեք ինքներդ ձեզ, հավատացեք առանց կասկածի, մի վախեցեք մահից, ներեք ու մի դատեք, ու անվախ քայլեք ձեր ճանապարհով։ Սա կարճ տարբերակն է։ Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի։ Այստեղ եմ արդեն 21,000 ժամ եւ հետաքրքիր զգացողություն է 75 միլիոն ակնթարթ։ Երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը, ամեն պահը։ Բոլորից սիրում եմ, երախտապարտ եմ եւ ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով։ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխումն ավելի էժան է դարձել, հայտնել է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը, հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը։ Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին, սակագները քննարկման հիմնական թեմա են եղել էկոնոմիկայի նախարար Մայրամ Կվիրիշվիլիի եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև Երևանում կայացած հանդիպման ընթացքում։ Պատկերացրեք 2018 թվական հունիսի 7։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը խոսել է սահմանադրության որոշ կետերի փոփոխության մասին։ Ըստ Վարդևանյանի, այդ փոփոխությունները հնարավորություն կտան Սամվել Կարապետյանին կառավարության ղեկավարի թեկնածու լինել։ Փաստաբանը հիշեցրել է դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրության 148-րդ հոդվածի վերաբերյալ, որտեղ Փաշինյանը հոդվածի կետը համարել էր վնասակար եւ վտանգավոր։ Գոյություն ունի մի տարօրինակ խոչընդոտ։ Դա սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է, որը կառավարության անդամի համար սահմանում է падգամավորին ներկայացվող պահանջներ, ինչը նշանակում է, որ նախարար կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ վերջին 4 տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձը։ Սահմանադրական այս դրույթը վնասակար եւ վտանգավոր եմ համարում եւ առաջիկայում պետք է քննարկումներ սկսել Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին։ Պատկերացրեք երկու խնդիր, որ ներկայացվում է, այն է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պահանջները իսկապես մեր հանրային դիսկուրսում քննարկվել են, դրա նույնիսկ սահմանադրական փոփոխության հարցը դրվել է, բայց չի իրականացվել։ Չոր իմաստով հերթական խոստումներից մեկն է եղել, որը այդպես էլ չի իրականացվել։ Բայց վստահ եղեք, որ այս անգամ նշված տեխնիկական հոդվածը իր տեխնիկական խոչընդոտներով սահմանադրության մեջ ամրագրված անպայմանորեն փոփոխվելու է։ Եվ մենք ունենալու ենք իրավիճակ, երբ Հայաստանը հասու է լինելու, հասանելի է լինելու բոլոր հայերի համար։
Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է փաստաբան Արա Զոհրաբյանի գործելավոճին։ Ըստ ԲԴԽ-ի Զոհրաբյանը եւ լայն լսարան ունեցող այլ փաստաբաններ սոցիալական ցանցերում հրապարակում են դատավորների լուսանկարները եւ սեփական դատողությունները մատուցում որպես բացարձակ ճշմարտություն, ինչը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։ Դատական համակարգի բարձրագույն մարմինը անընդունելի է համարել նման վարքագիծը, կոչ անելով զերծ մնալ դատավորներին առատավորող տեղեկություններ տարածելուց։ Այս հայտարարության արձագանքել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, պնդելով, որ ԲԴԽ-ն անվանական թիրախավորում է Արա Զոհրաբյանին, քանի որ վերջինս բարձրաձայնում է եկեղեցականների նկատմամբ իրականացվող ապօրինությունների մասին։ Մելիքյանի խոսքով, սա ռեպրեսիվ քայլերի սպառնալիք է, որի նպատակն է լրացնել իշխող ռեժիմի սխալները մատնանշող իրավաբաններին։ Անուն էր գրված իմ գործընկեր փաստաբան Արա Զոհրաբյանի անունն էր գրված, բայց կապ չունի, կարող էր իմ անունը գրված լիներ կամ ուրիշի անունը գրված լիներ, կարող ոչ մեկի անունը գրված չլիներ։ Այստեղ անհատական խնդիր չի։ Ինստիտուցիոնալ խնդիր է, դատական իշխանությունը իրավունք չունի փաստաբաններին պարտադրի, թե ինչպես իրենք կարող են իրենց օրինակ պաշտպանյալների օրենքով չարգելված ձևերով իրենց պաշտպանյալների շահերը պաշտպանել, օրինակ, կամ իրավապաշտպաններին հանդես գան հրապարակային խոսքով նշելով, թե որտեղ է թույլ տրվում ապօրինություն։ Ուղղակի իրավունք չունեն։ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է նախագահ Թրամփի սահմանած համատարած մաքսատուրքերը։ Գլխավոր դատարանը վճռել է, որ Սպիտակ տունը գերազանցել է 1977 թվականի օրենքով իրեն վերապահված լիազորությունները։ Ըստ վճռի նախագահը չի կարող ինքնագլուխ հարկեր սահմանել ազգային արտակարգ դրության քողի տակ, առանց կոնգրեսի հստակ թույլատվության։ Այս որոշումը հարվածում է Թրամփի տնտեսական ողջ ռազմավարությանը եւ կարող է պարտավորեցնել պետությանը բիզնեսներին վերադարձնել արդեն հավաքագրված ավելի քան 175 միլիարդ դոլարը։ Թե վարչակազմն այժմ փորձում է այլ իրավական հնարքներ գտնել սահմանափակումները պահպանելու համար, դրանք չունեն նախկին լիազորությունների նույն ազդեցիկ ուժը։ Դատական այս միջամտությունը լրջորեն թուլացնում է նախագահի լծակները միջազգային գործընկերների վրա ճնշում գործադրելու հարցում։ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը որակել է խորապես հիասթափեցնող։ ԱՄՆ նախագահը դատավորներին մեղադրել է համարձակության բացակայության մեջ եւ հայտարարել, որ ամաչում է նրանցից։ Դատարանը պարզել է, որ նախագահը պարզապես գերազանցել է իր լիազորությունները նման զանգվածային տուրքեր սահմանելիս։ Ի պատասխան Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10% մաքսատուրք կսահմանի բոլոր ներմուծումների վրա եւ որոշ մաքսատուրքեր կթողի անփոփոխ։ Thank you so much for having me. A very good morning to Աբաս Արաղչին հայտարարել է առաջիկա 3 օրվա ընթացքում Միացյալ Նահանգներին միջուկային համաձայնագրի նոր նախագիծ ներկայացնելու մտադրության մասին։ Ըստ նախարարի Ժնևում անուղղակի բանակցություններում Միացյալ Նահանգներն ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջ չի դրել։ Արաղչին վստահեցրել է, որ Թեհրանը պատրաստ է տեխնիկական երաշխիքներ տրամադրել ծրագրի բացառապես խաղաղ բնույթի վերաբերյալ։ Այդ շտապողականությունը նա հիմնավորում է պատժամիջոցների չեղարկման եւ Դոնալդ Թրամփի սահմանած 15-օրյա վերջնագրին արձագանքելու անհրաժեշտությամբ։ Իրանական կողմի փոխանցմամբ այս հարցերը եւ Ժնևի հանդիպման արդյունքները արդեն քննարկվել են Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Չնայած Իրանի արտգործնախարարի լավատեսությանը ամերիկացի պաշտոնյաները հաստատում են, որ ռազմական գործողության պլանավորումն արդեն հասել է գերակտիվ փուլի։ Ըստ Reuters-ի աղբյուրների տարբերակները տատանվում են կոնկրետ անձանց թիրախավորումից մինչև ռեժիմի փոփոխություն։ Փորձագետները նախազգուշացնում են, որ լայնածավալ բախումը կարող է բերել Հորմուզի նեղուցի փակմանը, որով անցնում է համաշխարհային ծովային նավթի արտահանման 1/3-ը։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը արդեն ցուցադրական զորավարժություններ է անցկացրել նեղուցում, ակնարկելով այն փակելու հնարավորության մասին։ Բուենոս Այրեսի դպրոցներից մեկում ռումբ է պայթել, որը եղել է փակ ծանրոցի մեջ։ 4 մարդ է տուժել։ 2 սպա մարմնական այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս 2 տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել հենց տեղում։ Ըստ բժիշկների նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպից հետո իրավապահները տարհանել են շենքի մի մասը։ Սակրավորները ստուգել են նաև այնտեղ գտնվող այլ ծանոցներ, սակայն նոր պայթուցիկներ չեն հայտնաբերվել։ Դեպքի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաները վերածվել են բախումների։
Ընդդիմության առաջնորդ Սալի Բերիշայի գլխավորած ցուցարարները պահանջել են վարչապետ Էդի Ռամայի եւ փոխվարչապետի հրաժարականը, նրանց մեղադրելով կոռուպցիայի համար։ Իրավիճակը սրվել է, երբ ցուցարարները սկսել են ճայթուկներ նետել կառավարության շենքի ուղղությամբ։ Ի պատասխան ոստիկանությունը ջրցան մեքենաներով եւ ծխարցակող նռնակներով ցրել է մասնակիցներին։ Ըստ պաշտոնական տվյալի, բախումների հետևանքով ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 30 մարդու։ Ալբանիայում քաղաքական լարվածությունը սրվել է դեկտեմբերից, երբ փոխվարչապետ Բալուկուի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրան մեղադրում են պետական խոշոր մրցույթների միջամտելու եւ որոշ ընկերությունների հովանավորելու համար։ Թեև Բալուկուն հերքել է մեղադրանքները, դատախազությունը դիմել է խորհրդարանին, նրան անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու թույլտվություն ստանալու համար։ Դեռևս հայտնի չէ, թե խորհրդարանը երբ որոշում կկայացնի։ Բայկալ լճի մակերեսին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենա։ Մեքենան ջուրն է անցել սառույցի ճեղքման պատճառով։ Վթարի հետևանքով մահացել է 7 մարդ, Չինաստանից ժամանած 6 զբոսաշրջիկ եւ վարորդը։ Միայն մեկ ուղևորի է հաջողվել ժամանակին դուրս գալ եւ փրկվել։ Ճապոնիայի Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգին նոր աստղ ունի, Պանչ անունով փոքրիկ մակական։ Նա հայտնի է դարձել իր անբաժան ընկերոջ նարնջակուն փափուկ խաղալիքի շնորհիվ, որի հետ անցկացնում է իր ամբողջ օրը։ Պանչն ընդամենը 7 ամսական է, ծնվելուց անմիջապես հետո մայրը լքել է նրան, ինչը կապիկների մոտ շատ հազվադեպ է պատահում։ Որպեսզի ձագուկը ստրես չապրի եւ իրեն միայնակ չզգա, կենդանաբանական այգու աշխատակիցները նրան փափուկ օրանգուտան են նվիրել։ Այժմ Պանչը խաղալիքի հետ խաղում է, պաշտպանում այն մյուս կենդանիներից եւ քնում միայն նրան գրկած։ Մասնագետները նշում են, որ թեև խաղալիքը փոխարինում է մորը, Պանչը դեռ պետք է սովորի շփվել իր տեսակների հետ։ Նա արդեն փորձում է կապ հաստատել մյուս կապիկների հետ, թեև երբեմն նկատողություն է ստանում մեծերից։